Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի ծրագիր, ծրագիր 2։ Սույն ծրագրի հիմնական նպատակն է լրացնել Երևանի արևմտյան օղակաձև ապագա ճանապարհի բացակայող հանգույցները։ Ծրագիր 2-ի շրջանակներում ներկայացնում ենք Բաբաջանյան աշտարակ և Դավիթաշեն աշտարակ ճանապարհահատվածների շինարարական նախագծերը, որոնք կօգնեն բեռնաթափել քաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից, ինչպես նաև բարելավել շրջակա միջավայրը և անվտանգությունը։ Այս երկու ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմելու է մոտ 15 կիլոմետր։ Բաբաջանյան աշտարակ նոր ճանապարհահատվածը իրենից ներկայացնելու է քաղաքային երկկողմանի երթևեկությամբ բաժանարար գոտիով ճանապարհ 9,4 կիլոմետր երկարությամբ։ Նոր կառուցվող ճանապարհի միջին լայնությունը կազմելու է 24 մետր։ Ճանապարհն ունենալու է 4-ից 6 երթևեկելի գոտիներ 3,5 մետրից 3,75 մետր լայնությամբ։ Աշխատանքները կիրականացվեն նաև գործող երթևեկության պայմաններում։ Նոր ճանապարհահատվածում կլինեն 3 թունելային անցումներ, որոնք կկառուցվեն երկրորդային ճանապարհների համար։ Բաբաջանյան աշտարակ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել ուղեանցեր, որոնք կանցնեն Օհանով փողոցի վրայով, Տիչինա փողոցի վրայով ինչպես նաև մեկ ուղեանց կկառուցվի Չաուշ Նոր Սիլիկյան խաչմերուկում։ Չաուշ Նոր Սիլիկյան խաչմերուկում կառուցվելիք ուղեանցը կապահովի տրանսպորտային հոսքերը Նոր Սիլիկյան փողոցից դեպի Չաուշ փողոց, առանց լուսացուցային կարգավորման։ Կառուցվելու է նաև մեկ տրանսպորտային հանգույց Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում։ Դավիթաշեն աշտարակ ճանապարհահատվածի երկարությունը կազմելու է մոտ 5,4 կիլոմետր։ Ճանապարհի միջին լայնությունը լինելու է 28 մետր, կառուցվելու է 6 երթևեկելի գոտի 3,5-ից 4 մետր լայնությամբ, ինչպես նաև 6 մետր լայնությամբ հավելյալ սպասարկման ճանապարհ։ Այս հատվածում նախատեսված է կառուցել 2 տրանսպորտային հանգույց։ Մեկ տրանսպորտային հանգույցը կկառուցվի Հալաբյան-Իոսիֆյան փողոցների հատման վայրում, մյուս տրանսպորտային հանգույցը կկառուցվի Չաուշ փողոցի վերջնամասում։